Եզրագծից այն կողմ հայտնված մարդիկ և մարդկային պատմություններ յուրաքանչյուր աշխատանքային երեկո։ Բարև ձեզ, դուք դիտում եք Երկրի գլխավոր թոք-շոուն և հայտնվել եք կիսաբաց լուսամուտներից ներս։ 17 տարի համատեղ ապրելուց հետո Մարսելա և Վրեժ ամուսնական զույգը ամուսնալուծության մասին որոշում կայացրեց։ Փոխադարձ վիրավորանքներ, երկկողմանի խանդ ու անհասկանալի պահվածք։ Հերթական սկանդալից հետո Վրեժը տանից հեռացավ իր հետ տանելով որդուն։ Ինչն է ստիպում Վրեժին բաժանվել Մարսելայից և ինչու են երեխաներին դարձրել զենք միմյանց դեմ։ Կիմանաք Երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Մարսելայի Վրեժը կիսաբաց լուսամուտներից ներս։ Դիմավոր եք մեր առաջին հյուրը Վրեժ Ստեփանյանն է։ Բարի երեկո, պարոն Վրեժ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես Մարսելայի հետ ձեր համատեղ կյանքը սկսվեց 16 տարի առաջ։ Այո։ Ինչպես ծանոթացաք նրա հետ։ Ծանոթացել եմ Մարսելայի հետ քույրիկիս տալի միջոցով։ Ահա։ Միանգամից հավանեցիք ու հասկացաք, որ ձեր կինը պիտի լինի։ Ոչ, միանգամից չէ, մոտ մի 2 շաբաթ մտածելի տեղիք տվեց ինձ։ Ահա։ Արդյոք ես ի վիճակի եմ ընտանեկան կյանք ստեղծելու, թե ոչ։ Բայց որ կարելի է կապել կյանքը Մարսելայի հետ, կասկածներ չկար։ Չէ, կասկածներ չկար, որովհետև ես ունեի աշխատանք, աշխատում էի, որ ի վիճակի էի գոյությունս պահպանելու եւ իմ ընտանիքը պահպանելու։ Չէ, նկատի ունեմ Մարսելան որպես կին ձեզ ամեն ինչով դուր էր գալիս։ Այո։ Որևէ հանգամանք չկար։ Ոչ, չկար։ Ոչ մի խնդիր չի եղել 16 տարիների ընթացքում, միայն այսօր է, որ գլուխ է բարձրացրել ձեր ընտանեկան խնդիրը։ Դե 16 տարիների ընթացքում խնդիրներ եղել են ընտանեկան, բայց ոչ այն աստիճանի, որ այսօր արդեն հասել են կիսաբաց պատահաններ։ Լավ, ի՞նչն է խնդիրը, որ այսօր ձեզ ստիպում է իրականում Երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարից խոսել ձեր ընտանեկան նիստուկացի վերաբերյալ։ Խնդիրն այն է, որ նա բարոյական է։ 12 տարեկան երեխա տղան ամեն ինչ տեսել է։ Երեխաներին ստիպում է, որ ոչինչ ինչ չասեն։ 16 տարեկան աղջիկ երեխա ունեմ, երեխային դպրոցից հանել է, 2 տարի 2 ամսական երեխա է պահում, իսկ ինքը առավոտվանից տնից գնում է ու չկա։ Երբ եք դուք առաջին անգամ նկատել խնդիրներ ձեր կնոջ բարոյականության հետ։ Ես առաջին անգամ նկատել եմ իմ ընկերոջ զանգի մի քանի ժամ առաջ անցած, որ զանգեց, ասեց, ուզում ես իմանաս քո կինը ով է։ Վիճվեցինք իրար հետ ահագին, ճիշտ ասած ընկերոջս հետ վիճվեցի, ասի դու իրավունք չունես իմ կնոջ հասցեին նմանատիպ բաներ ասելու։ Դե ձեր վիճվեցինք։ Ինչ ասեմ, Վրեժ ջան։ Լավ, եկեք ուզում եմ այստեղ արդեն ձեր քույրը Մարգարիտան միանա մեզ, ահա թե ինչ տեղեկություն ձեր քույրը մեր հեռախոսազրույցի ժամանակ հաղորդեց կիսաբաց լուսամուտների խմբագրությանը։ Լսեք։ Իրանք միշտ էլ իրար հետ վիճել են, միշտ էլ իր ընտանիքն անախորժ է եղել։ Այնպես չի, որ ընտանիքը եղել է կայուն ընտանիք։ Ինչ ասլա գիտես իր կնոջ մասին, ամեն ինչ ինքը շատ վաղուց տեղյակ է, ես իրան մեկ անգամ զգուշացրել եմ, ինքը ինձ ասել է, որ ես գործ չունեմ իր ընտանեկան խնդիրների հետ, ինձ տենցել ընտանեկան գործերի հետ, ես իրա չեմ ցանկացել խառնվեմ։ Այսօր հիմա ինքը հայտնվել է այդ եզրին, որովհետև ինքն է մեղավ։ Եթե այդպիսի բան գիտեր ինքը ավելի հաճելի էր ժամանակին դա անել, ոչ թե հիմա ունենալ 4 երեխա ու նոր հասկանալ, որ իր կինը խոսքի ամբարու կին է։ Ինքը շատ վաղուց գիտեր, որ իր կինը այդպիսին է։ Ձեր քույրը պնդում է, որ բավական երկար ժամանակ է, որ խնդիրներ եղել են կնոջ հետ, նա նույնիսկ փորձել է միջամտել ձեր ամուսնական կյանքի ընթացքում ձեզ զգուշացնելով։ Դուք ասում եք, որ մի տարվա պատմություն է դա։ Դա ամբողջությամբ իրականում մի տարվա պատմություն չի, Վրեժ ջան, արդեն 3 տարի է։ 3 տարի շարունակ սկզբի առաջի տարվա մեջ ինձ որ զգուշացրեցին, ես սկսեցի արդեն հետապնդել։ Դե ես աշխատում եմ Երևան ու Աղբատար հիմնարկում, դե գնում եմ գիշերվա 4:30 աշխատանք եմ գնում։ 3-ին, 4-ին, նայած որ ժամին բաց կթողեն աշխատակից։ Նա արդեն իմ ժամերը բռնել էր։ Գիտե, որ ժամին եմ տուն գալու, արդեն տանն էր, ես ոչինչ չէի կարող։ Այսինքն տղամարդկանց հետ հանդիպում էր միայն այն ժամանակ, երբ որ դուք տանը չէիք, աշխատանքի էիք։ Այո, երբ որ ես աշխատանք էի։ Դուք որոշեցիք փորձել։ Փորձեցի իմ ուժերով, սեփական ուժերով, ասի պետք է հետևեմ, իմանամ թե ուր է գնում, ինչի է գնում եւ
Ինչ է կատարում վերջապես իմ օջախում, իմ ընտանիքում։ Եվ ինչ պարզեցիք։ Առաջինը որ պարզեցի նրան բռնացրեցի Նուբարաշենի կրակակետային պոլիգոններում իր ընկերոջ հետ։ Եկա վիճաբանություններ ունեցակ, նա սպառնաց ինձ, որ ինձ վնաս կպատճառի։ Ընկերը։ Այո, հենց ընկերը։ Որ եթե ես նրա մատով դիպչեմ, ելես ոնց ասեմ, լույս աշխարհի պետք է հաջողություն անեմ, հրաժեշտամ ու գնամ։ Բազմիցս անգամ սպառնալիքներ եղավ, նրա կողմից էլ ելավ սպառնալիքներ, թե դանակի հարվածներով, թե պատարակաղի հարվածներով, կնոջ կողմից, կնոջ կողմից։ Ինչպես ասած, ես էլ արդեն անկարող եմ, աննային եմ։ Այսինքն ձեր կինը չէր ժխտում, որ սիրեկան։ Ոչ, չէր ժխտում, նա իմ դեմն է կանգնեց, պարզ ասաց, եթե քեզ հանգիստ չպահես, ես կասեմ իմ սիրեկանին, որ քեզ վերացնի։ Լույս աշխարհը դու չես, պետք է չվայելես այս կյանքը։ Լավ, դուք չբաժանվեցիք, նույն համատեղ ընտանիքը 4 երեխաներով փորձեցիք շարունակել։ Պատճառը վախն էր միայն, պարոն Վրեժ։ Պատճառը միայն վախը չէր, պատճառը այն էր, որ ես չէի ուզում իմ ընտանիքը քանդվի, իմ երեխաները մնան, ոնց ասեմ ձեզ, մոր հույսով, բայց այնտեղ մայր էլ չկա։ Մայր բառը նրա մոտ չկա էդի, Հրաչ ջան։ Ինչն էիք փորձում պահել այդ դեպքում ընտանիքում։ Ուզում էի փորձել պահել իմ ընտանիքը եւ իմ պատիվը։ Ինչ ընտանիք, եթե դուք պնդում եք, որ ձեր կինը օտար տղամարդկանց հետ էր, ովքեր եւ սպառնում էին ձեզ, դանակով, պատարակաղով եւ մնացածով, չհասնեմ ատրճանակին։ Ընտանիքն է, որ գիտակցել է, որ 16 տարեկան հասուն աղջիկ երեխա ունեմ։ Ահա։ Այդ երեխային վերջապես կամեցող լինելու է։ Դա էր պատճառը։ Պատճառն էր, որ չէի ուզում ընտանիքս կորցնել, բաժանվեի, ամուսնալուծվեի, բայց էլ արդեն անհնար էր։ Դուք պնդում եք, որ ձեր երեխաների աչքի առաջ է դա եղել, մասնավորապես որդու, Ռուբիկի։ Այո, երեխան տեսել է։ Այն ամենը ինչ տեսել է երեխան, ես էլ երեխայի հետ եմ եղել։ Մենք իջնում ենք Երևանից գնումներ կատարած, հայրը որդի գալիս ենք, իսկ նրանք երկուսով միասին բուտկայից դուրս եկան։ Լավ, ես կլսեմ Ռուբիկից այդ պատմությունը, դուք ինչ որ կետի հասավ, որ որոշեցիք, որ էլ չեք ապրում կնոջ հետ։ Այո։ Դուք ինքներդ թողեցիք ձեր տունը, որը գնել էիք համատեղ ամուսնության ժամանակ, ուժերով միևնույն ժամանակ, ու հեռացաք տանից։ Ինչու։ Նախ առաջինը ճիշտ ասած Հրաչ ջան, ես չեմ հեռացել, նա է ինձ հանել այդ տնից։ Իր ծնողների գլխավորությամբ, որ իր ծնողները ամեն ինչից էլ տեղյակ են եղել։ Դուք հարևանությամբ եք ապրում։ Այո, դա իր այնտեղ ունեցա, որ սեփականություն չկա։ Բոլոր շինություններն էլ ապօրինի են։ Օրենքի սահմաններում չի մտնում սեփականություն լինելու։ Բայց ո՞նց հանեց ձեզ տանից։ Տենց ուղղակիորեն դուռը բացեց։ Շատ սովորական։ Հրավիրեց դուրս։ Ելավ դուրս։ Կրանտի տակը երկաթ է տարավ դույլը դրած էր։ Շպարտեց, նետեց վրես։ Եվ ասելով, քեզ ժամանակ եմ տալի, կամ տնից գնում ես, կամ հիմի զանգում եմ գալիս են, քեզ տանում են։ Նա ամեն ինչն էլ ձեռք է բերում, ամեն միջոցներով։ Բազմիցս անգամից նա թույն է խմել, ինքը իր ձեռքով թույն է խմել։ Վերել ենք Երևան ու հիվանդանոց ենք վերահասցրել։ Այնտեղից նա գրություն է տվել, որ ես եմ իրան թունավորել։ Բայց ես ոչ մի բանից խաբարություն չունեմ։ Ես ուզում եմ ձեր որդուն էլ տաղավար հրավիրեմ, Ռուբիկին տեսնենք իրականում ինչ է նա տեսել մոր եւ նրա ընկերների հետ կապված։ Ռուբիկ, ողջույն։ Ինչ ես դու տեսել, որը քիչ առաջ հայրիկդ պնդում էր։ Դու մայրիկին ինչ որ իրավիճակում ես տեսել։ Չէ, ես տեսել եմ, որ ինքը Ահա։ Արմենի հետ բուտկից դուրս է եկել։ Ո՞վ է Արմենը։ Մամայի սիրականը։ Իսկ որտեղից քեզ ենթադրություն կամ ինչպես ես հասկացել, որ այդ տղամարդը մայրիկիդ կողքի նրա սիրեկանն է։ Որտեվ անդադ իրար հետ են։ Ահա։ Դա քեզ ստիպում է ասել, թե հայրիկն է քեզ։ Չէ, ինձ ասել է, որ հանգած տանում էր ինքը բժշկի, թոքերի համար։ Զանգում էր իրան, ասում էր արի տար։ Վրեժը ստե չի, արի տար։ Ինձ տարել է բժշկի, ասենք տարել է ու ինքն է փողերը վճարել։ Իսկ դու հիմա ապրում ես հայրիկի հետ, մայրիկի հետ շփում չունես։ Չէ։ Ինչի։ Որտեվ
Անբարոյական է։ Խնդրում եմ, առանց ծափահարությունների, ինչ է նշանակում անբարոյական է, Ռուբ։ Որ իմ հայրիկի հետ չի, ուրիշի հետ է։ Իսկ քո քույրիկ եղբայրները, որ մայրիկի հետ են մնացել, դու ինքնուրույն որոշում կայացրեցիր, որ պապայի հետ ես մնալու։ Ինչի պապայի հետ, ոչ թե մամայի։ Որովհետև պապան ավելի մաքուր է, քան ինքը։ Դա դու ես հասկացել, ճիշտ հասկացի հարցս, թե օրինակ չգիտեմ, պապան կամ կողքից ինչ որ մեկն է քեզ ասել։ Ահա։ Ես հասկացել եմ, որ պապան ավելի մաքուր է, քան ինքը։ Ռուբ, իմ աշխատակազմից ինձ տեղեկացրեցին այն մասին, որ դու ցանկություն չունես, որ մեծանաս ամուսնանալ, որովհետև կարծում ես, որ քո ընտանիքում էլ պիտի տենց կռիվներ լինեն։ Նախ արի հասկացի մի բան, որ միայն քեզանից է կախված, թե ինչ տեսակ կլինի քո ընտանիքը։ Եվ դու մեծացի այն տեսակ տղամարդ համոզմունքով, որ քո ընտանիքը լինելու է լավագույն ընտանիքը։ Դու երբեք մի վերցրա օրինակ վատ ընտանիքները։ Ու դեռ հարցականներ շատ կան։ Ինչ վեճեր էին տեղի ունենում ձեր ընտանիքում, որոնք քեզ մտահոգում էին։ Վեճեր են տեղի ունեցել, ասել է, բան, դուրս արի տնից, հայրիկս ասել է, ինչի համար, բա դուրս արի, ես չեմ ուզում քո հետ ապրեմ։ Հայրիկն ու մայրիկը հաճախ էին իրար վիրավորում։ Անընդհատ էր դա տանը։ Ռուբ, ես քեզ պիտի խնդրեմ արդեն հեռանաս մեր տաղավարից, որովհետև չեմ ուզում, որ քո ներկայությամբ որևէ բան շարունակվի։ Մեր եթերում փոքրիկ դադար է, որից հետո մենք վերադառնում ենք կիսաբաց լուսամուտների տաղավար ու փորձում հասկանալ Մարսելայի վրեժը։ Մարսելայի վրեժը կիսաբաց լուսամուտներից ներս, եթե նոր եք միացել մեզ, հիշեցնում ենք կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Այն ստեղծված է, որպեսզի միասին պայքարենք անապահով ընտանիքների համար, ովքեր դժվար կաթության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք էկրանի ներքևի հատվածում։ Եվ այս պահին տաղավար եմ ուզում հրավիրել Մարսելային, տեսնենք նա ինչպես է ներկայացնում պատմությունը։ Նա այստեղ է։ Կարայամ բարոյականի մեջ է։ Նամուսդ մեռնի։ Խնդրում եմ առանց վիրավորանքների փորձենք հասկանալ ստեղծված իրավիճակը։ Անբարոյական բառը դուք ամենից հաճախն եք, որքան հասկանում եմ ձեր կյանքում լսում։ Ես չգիտեմ, Հրաշ ջան, ամեն անգամ ինձ ասում է անբարոյական, ինքը մտածում է, որ ինքը աշխատանքի է գնում, ես գնում եմ չգիտեմ ուր, չգիտեմ ով ինչ է իրան ասում։ Ինքը անգամ իմ անչափահաս Ես քեզանից պատիվ եմ պահանջելու, կտեսնես։ 12 տարեկան երեխան ա տեսե։ Կլեմ գլոխը ջարդեմ մի լզծրու։ Դու իրավունք չունես տեղ ժողովրդի աչքի առաջ նստելու։ Տիկին Մարսելա, եկեք հասկանանք ով է Արմենը, հա։ Ով է այդ Արմենը, ում Դա իրենից հարցրեք, որովհետև հենց հացի փող չի ունենում, զանգում է Արմեն ապեր 1000 դրամ կտաս հաց առնեմ։ Արմեն, ես ինչ օր է երեխուս ծնունդն է, ինձ կօգնես երեխուս։ Ով է Արմենը, որին զանգահարում եք։ Իրեն հարցրեք, ինքն է մոտ։ Ձեզ հետ ինչ կապ ունի Արմենը։ Ինձ հետ բացարձակ ոչ մի կապ, ինքը անգամ կապ չունի մեր այս ընտանեկան վիճաբանության հետ։ Շատ լավ կապ ունի։ Կապ չունի։ Լավ, ձեր տալը եւս պնդում էր, որ դուք վարքի հետ խնդիրներ ունեք։ Տալի հետ էլ խնդիրներ կային։ Ոչ մի խնդիր։ Ես ոչ մի խնդիր չեմ ունեցել, ոչ տալի հետ, ոչ մի բարեկամների հետ։ Ո՞րն է այսօրվա ձեր բաժան ապրելու պատճառը։ Իր այդ անշնորհք խոսքերը, ես ուղղակի անհարմար եմ գտնում, ես ասեմ այդ խոսքերը, ես ստիպված եմ, բայց ասեմ, խնդրում եմ, ինձ 1000 անգամ կներեք, հա։ Իմ անչափահաս երեխուն ասում է Ինչ ասեք ասում է, ինչ ասեք ասում է, ես ներեղություն եմ խնդրում ձեզանից։ Ասում եք, մայրա, հանգստացեք, հանգստացեք։ Ես խնդրում եմ, դուք իմ մասին ուրիշ կարծիք մի կազմեք, ուղղակի ես ստիպված եմ կրկնել իր բառերը, որ դուք իմանաք ինչ տիպն է ինքը։ Լավ, ինչի է նման այլանդակ հայախառը նախադասություններ։ Մրգի մեքենան գալիս է, երեխեն գալի է, 5 տարեկան գեղեցիկս, 5 տարեկան գեղեցիկս, ասում եմ, մրգի մեքենան եկել է, այ պապա, միրգար, ասում է, ես ա միրգա, արիկ էր, սուտ է։ Սուտ է, ես կպահանջեմ ամբողջ հանդիսության դեմ ես, ստի դետեկտորը բերեն նստեմ, ամեն ձևով պատրաստեմ ես, իսկ ով որն ասած արարմուկներին ասեն,
որը ամբողջ Նուբարաշենն է ցնդում մի քանի ամիս առաջ քո ամբողջ Նուբարաշենը քո անունն է ցնդում։ Գալի մորը դեմից է տանում քեզի։ Մեքենայով են։ Ինքն է ինձ ասում են նա։ Այսքան վաղ չեմ տեսել նոր քո հայրը կամ մայրը, հələ կանեն ասեն, աղջիկ ջան, ուր ես գնում դու։ Չեմ տեսել ես այսքան վաղ։ Ինչ թմրանյութի մասն է խոսքը, Մարսելա։ Այո, մի 2 թե 3 ամիս առաջ իր ընկերը, չգիտեմ որտեղից է, եկել են, ծխել են, սիգարետի մեջինը թափել են, սենց սուտ եմ ասում, հարթուկով զորացել են, ունեմ ապացույցներ, նաև սերմերը Ինչ ապացույցի մասն է խոսքը։ Սերմերը կայի մոտ, որ իր անգերը տվեց իրան, ասեց ապեր վերցրա, Ես պատրաստ եմ, ժողովուրդ, ձեր առաջ, այրան անալիս տալու, դու բոյ դենեթեի թեստ հանձնելու, ես մաքուր եմ։ Մարսելա, լավ, 100%-անով շարը հանում, որովհետև եթե նա մայրը, նա իրա սիգարետի համար չի գնա խանուչիկի երեխուն, ձերն էլ նոլորի ու բոքսով խպի այդ երեխայի քիթը ջարդի։ Քո նման ստորը են, մարդը վախում է գաստ է, ասում ես աշխատում եմ աղբանոցում, իմ երեխու հացից գզրկեն։ ով է ում հարվածել, ով ում ստորը Քո նման ստոր, այնքան ստոր ես, որ խոզանոցի մոտել ես գնացը քաշեք է։ Ոյան բարոյականի մեկ է։ Այնքան այնց վարքապեկ է, այնքան անշնորհք բարեր է։ Հայրական իրավուկ չունես դու, պատեսակ ես կեզի ամեն ինչի։ Խնդրում եմ, հանգստացեք վրես, ուզում եմ լսեմ հերթական Որ իմ աղջիկը ամոթ անում, փողոցով քայլի, լավ 3 շաբաթ է դուրս ես եկել տանից։ Չէ, 3 շաբաթ է։ Դուրս եմ եկել, դուրս ես անել։ Դուրս ես եկել տանից։ Ոչ թե դուրս եմ եկել։ 3 շաբաթ ուժով ես դուրս անել։ Խնդրում եմ հարցրեք, քո 2 տարեկան երեխան, 5 տարեկան ու Ռուզաննան, 5 տարեկան գեղեցիկս ու Ռուզաննան, 3 շաբաթ թողում ես 2 թոշակառու մեծերի մոտ։ Ես չեմ աշխատում, չունեմ եկամուտ ոչ մի տեղից։ Նպաստ չեմ ստանում։ Ես խոնավության մեջ եմ վարձով ապրում, մի կաղայի պես ապրում, այն չի չունի որ։ Մի վարկյան, ներեղեցուն էտ ով է էտ Արմենը, որ օրը 15,000 Իրա անգելն է, որ իրա փողերով գրեվներ է անում։ Փողերով գրեվներ։ Հլը տեսեք, չի թողում։ Լավ ուժեղ փողերով գրեվ անում։ Մարսելա, ես դες լսում եմ։ Որովհետև ես մաքուր եմ, ժողովուրդ։ Վրեժ, խնդրում եմ հանգստացեք, վրեժ։ 3 շաբաթ թող է գնացել, փողոցով անցնում է, շշշվացնելով, ոնց որ հետ իրա երեխեքը սոված չեն տան մեջ նստած։ Որ շանտաժներն ասեմ, առած համարի մեքենաների շանտաժն ասեմ, որ ուզում եք գցեն մեքենայի տակ ինձ։ Միսը առնում է հարևանից, խոզի միսը առնում է հարևանից, գնում է, շշշվացնելով, սենց տոպրակը, սենց բանանելով, Յանիմ տեսեք դուք սոված եք, ես տանում եմ խորովածնեմ ու Մարինե ջանարի խորոված ուտենք, խորոված եմ անում, բայց իսկ որ իրա երեխեքը սոված նստած տունը։ Լավ, ինչու է ձեր որդին այսօր նաև ձեր դեմ։ Երեխան քիչ առաջ պնդում էր, որ ձեզ տեսել է Արմենի հետ։ Ինքն է սովորացրել երեխուն ամեն ինչ։ Ինչու միայն որդուն է սովորացրել, օրինակ աղջկա դեպքում ինչու դա չի գործել։ Որովհետև ինքը ամեն անգամ իմ աղջիկներին ասում եմ, մանավանդ Ռուզանայից, այնքան է խաղաց է պատվել, ես քեզանից իմ Ռուզանայի համար պատիվ եմ պահանջել։ Ինչ է ասում։ Իմ Ռուզանային ասում է անչափահաս պուտանգա։ Հա։ Ինչ երեխուն դպրոց չես ուղարկում, երեխունը սրատունը 2 տարի, 2 ամսական երեխա է ապան, դիտե տնից հլը թրնում, գույլյակատ նատրի նոչыз նա Սոչի, էտ ես դու։ Հլը տեսեք։ Ինչ տեսեք, ճիշտ բարերն եմ ես կեզ ասում։ Վրեժ իրականում ձեր աղջկա մասին էլ եք նման բաներ ասում։ Հրաջան սուտ այ ես երդում կուտեմ ես ամբող ժողովրդի առաջ, խնդրում եմ հանգստացեք Չեմ ուզում սրա հետ խոսամ ես տականքի Վրեժ տենալու։ մի հատ իմ հարցը Մեզ նայեք։ Վրեժ մեզ նայեք, մի նայեք այն կողմ, մի զզված եք, մենք փորձում ենք հասկանալ իրավիճակը։ Իրականում դուք հիմա երեխաներին էլ եք լարում միմյանց դեմ, հասկանում եք, երեխաները եւս 2 թևի են բաժանել։ 3-4 օր Հրաշ ջան, ինչ ինքը գնացել է, ռուպիկս գալիս էր, լողացնում էի, կերակրում էի, ամեն ձևով, չի որ ես Այո, լողացել եմ։ Վերև աստված, դատավոր է, դատելու է, դատը տալու է, վերև աստված կա։ Այո, համաձայն եմ քո հետ։ Անբարոյական լպի։ Լավ, Մարսելա, եթե իրականում ձեզ մոտ բարոյականության հետ որևէ խնդիր չկա, դուք հավատարիմ եք եղել ձեր ամուսնուն, պատճառը ո՞րն է, որ այս տղամարդը երակները դուրս եկած, պնդում է, որ դուք անբարոյական եք և ձեզ պատրաստ է
տգեղ խոսքերով բնորոշել։ Որն է, ինչի համար է դա անում։ Ես իրան ասել եմ, ես հիմա էլ եմ ասում, ես իրայի չեմ ապրելու։ Ինչ դες Թեկուզ ես պատրաստ Հայրը մայրը զոհված երկրաշարժը ամեղ զոհել ինձ ասում է քո մերլիսնեցը, քո մերլինեցը, քո ծնողիցեցը, որ նույն իմ ծնողի տունը ես վաճառել եմ, վերեսրան եմ շանը տուն եմ տվել։ Դացարան եմ տվես բոմժանտերին։ Իմ հոր տունը ծախել ես։ Անընդհատ մեղադրում է, հորս տունը ծախել ես, բերել ես այդտեղ տուն ես սարքել։ Իմ տունը ինձ տուն, նախ է տունը ոչ իմն է, ոչ քոնն է, դու երեխեքինն է։ Անորմալ մարդ, ասում է քեզանից արումետ եմ պահանջելու։ Իսկ որ ես պետք է իրանից պահանջեմ։ Մի վարքյան, ես ուզում եմ հասկանալ, եթե իրականում դուք պնդում եք Մարսելա, որ բարոյականության հետ որևէ խնդիր չեք ունեցել, խնդիրը որտեղից է սկսել։ Ինչի է այս մարդը մի օր զարթել ու սկսել գոռալ ձեր անբարոյական լինելու մասին։ Մի վարքյան, Վրեժ ջան, հանգստացեք։ Այս վերջի շրջաններում են մի աղջիկս, գեղեցիկս 5 տարեկան, ատամների պրոբլեմ ուներ, Հրաչ ջան։ Ասեց գումար չկա, ասի լավ, անվճարի տակ կդզեմ, 5 տարեկան է երեխեն, ասի անվճարի տակ բան կանեմ, կեթանք երեխեքի ատամները բան։ 4 երեխեքին թափում էր վզից, ինչա որ էլի չի վստահում ինձ։ 4 երեխեքը տրանսպորտով, ես գնում էի, հասնում է, երեխուն տանում է։ Այդ երեխուն մաման էլ կարար նայել, դու մահանալ մի կռնիմ։ Տարի 2 ամսական երեխան 40 աշնան ջերմության մեջ վարվել եք, դու գրությունով Մուրացյանի հիվանդանոց երեխուն դուրս Համբերի դրան էլ կհասնենք, համբերի դրան էլ կհասնենք։ Գիշերվա։ Ես կորնեմ կանչը տալեմ հիվանդանոցի գրությունով երեխա է բերում, 40 աշնան ջերմության տակ վարվող երեխա։ Ինչի։ Չեմ ուզում իմ երեխան պարկի։ Ինչի, Տիկին Մարսելա։ Ճիշտ է ասում այդ գրության վերաբերյալ։ Ահա, էդի ճիշտ է ասում, որովհետև գնացի։ Պարկ ասում, մերնեմ Աստղաջան զորության, դե բանը միակամ ճիշտ բան ասում։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Էջանին մնացածը սուտ եմ ասում, հետո ճիշտ եմ ասում։ Տոյան բարոյական։ Ահա։ Լավ, այդ ճիշտ բան է, պրիզնատ է կար։ Մենք կվերադառնանք այս ընտանեկան խնդրին, փոքրիկ դադարից հետո հեռու չգնաք։ Մարսելայի Վրեժը կիսաբաց լուսամուտներից ներ, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Մենք վերադառնում ենք տաղավար, եթե նոր եք միացել մեզ, ծանոթացեք թեմային։ 17 տարի համատեղ ապրելուց հետո Մարսելա եւ Վրեժ ամուսնական զույգը ամուսնալուծության մասին որոշում կայացրեց։ Փոխադարձ վիրավորանքներ, երկկողմանի խանդ ու անհասկանալի պահվածք։ Հերթական սկանդալից հետո Վրեժը տանից հեռացավ իր հետ տանելով որդուն։ Ինչն է ստիպում Վրեժին բաժանվել Մարսելայից եւ ինչու են երեխաներին դարձրել զենք միմյանց դեմ։ Կիմանաք երկրի գլխավոր թոքշոուի տաղավարում։ Մարսելայի Վրեժը, կիսաբաց լուսամուտներից ներս։ Ես ուզում եմ ձեր դստերը ավակ հրավիրել այստեղ, տեսնեմ թե ինչ է նա պատմում։ Ռուզաննան Ստեփանյան գալիս է կիսաբաց լուսամուտներ, դիմավորեք։ Բարի երեկո Ռուզաննա, ինչու է իրավիճակը քո ընտանիքում հայրիկի ու մայրիկի միջև լարված։ Դու այսօր մայրիկի կողմն ես, մայրիկի հետ ես շարունակում կյանքը։ Հա։ Իրականում ինչ էր կատարվում ձեր ընտանիքում։ Դե անդադ վիճում էին, papan շատ վատ բառեր էր ասում։ Դրա համար ես papai մոտ չեմ գնացել, մաման ինձ չի տպում։ Սովորցրել եմ։ Մի վարքյան, պարոն Վրեժ։ Բանով կաշառել եմ, առով։ Մի վարքյան հանգստացեք, պարոն Վրեժ։ Վատ բառեր մայրիկին էր ասում ձեզ։ Պարոն Վրեժ, հանգստացեք։ Հա, վատ բառեր համ մամային, համ էլ ինձ։ Ձեզ ինչպես էր վերաբերվում։ Ինձ շատ վատ։ Ինչ ասել է վատ։ Դե շատ վատ բառեր ասում։ Մա շատ ամոթա, որ ես այդ բառերը կրկնեմ։ Իսկ գործողությունների առումով ինչ որ բան կատարվում էր, չգիտեմ, օրինակ բռնություն եղել է ձեր տանը։ Դե որ իմ աշկերը վիրահատել էին։ Ահա։ Շլության համար։ Ասել էր, որ պետք չի երեխա գլխի խփել։ Papan խփում էր, իմ գլխի խփում։ Ամոթ ես անում դա աղջիկ ջան։ Մեծ երեխա ես։ Papan ախփե թե էնի։ Ամոթ չեմ Ճիշտ է, ամոթ ունես դասա որ պատարակաղով խփել է papaյուսին։ Դա լասը։ Չի խփե։ Չի խփե մայրիկը։ Չէ։ Չի խփե։ Չէ։ Կիսաբաց լուսամուտները ամբողջը նկարած էին մարմնի վրան։ Չի խփե։ Խափում ես։ Դու սուտես դելի կայն այսպես ամբողջ ժողովրդի առաջ, ամբողջ ժողովրդի առաջ։ Քո մահացած խանում մորքուրի գերեզմանով երթում կեր, որ մայրդ ինձ չի խփե պատարակաղով։ Խնդրում եմ, հանգստացեք, դուք արդեն չափը անցնում եք։ Սովորցրածը։ Լսի, հարգելիս, ընտանիքը թիմ եք սարքե։ Երեխան եկել ու ճնշում եք գործադրում երեխայի վրա։ Այդ դեպքում ես երեխան ինչ խոսի։
Կամ ընդհանրապես այս երեխան ինչ գործ ունի ձեր երկուսի արանքը։ Ռուզաննա ջան, իսկ ինչի համար էր լինում, երբ որ նա հարվածում էր քո գլխին։ Դե որ ասում էր գնա ջուր բեր, հոգնած է լինում։ Քուրիկիս որ խաղացում է, ես էլ էի հոգնում քուրիկիս հետ։ Այսինքն քրոջդ պահելու ծանրությունը քո ուսերին է։ Չէ, մաման էլ էր ինձ օգնում։ Պատճառ լինում էր, որ ինչի արդյունքում էին քեզ հարվածում։ Հայրդ էր, մայրդ էր, հիմա էական չի, ով որ հարվածում էր, ինչի համար է քեզ հարվածում։ Դե որ իրար չէի լսում, շատ բաներ ասում։ Պապան ասում էր ջուր բեր, ոտքերս լվանա, կրանթը մեզ շատ մոտիկ էր։ Անգամ վախտալի եղել, որ պապան չի լված է ոտերը, նենց շատ թիս հոտով ոտքերը քնել այնքը։ Դու ասում ես, որ հայրիկը քեզ նույնիսկ հասարակության մեջ է վատ վիճակում դնում վիրավորում է։ Ինչ իմաստով։ Դե որ մամայի կողմն եմ անցել, դրա համար երևի։ Ինչ է անում։ Ամսի 29-ին ինքը մի սառած գնում էր, այդ Մարինեն ամբողջ հարևանությունը համարը դուրսը կանգնած էր։ Առել եմ, լավ եմ, կաղա ես իմ երեխու թողებ սոված մնա, դու եղու բրինձը մեղերն ու տաս իմ երեխեն սոված մնա։ Երեխան նույնիսկ աչքերն է փակում։ Ո՞ց քո քրտիկ ով է։ Պատկասում եք, չէ՞, ինչ վիճակ է տա։ Մտել է երեխան, տղա երեխան մտել է տունը տանը։ Իմ երեխեն հողամասի մեջ կանգնած Հրաշ ջան, 2 տարեկան երեխեն ձեռը միրգ է հավաքում, գիլաս է հավաքում, դեռ լավ էլ չի հասած։ Ինքը փողոցով միսը ձեռքը անցնում է, ասում է, հələ տեսեք մոր ճանապարհն է, ապագա պորնիկա, սուտա, ասա սուտա։ Սուտա էտի։ Էտի արտոկոսա սուտա։ Միսն էլ առել եմ, լավ եմ առել, որովհետև տղա երեխան եմ, կաղա երեխան չծնվի։ Ու մամա, ոնց մյուս երեխեքը, հետո չի ընկերը լավ էլ տամը, որ իրակ նստած տորտեն ու։ Ամբողջ ձեր ընտանիքի լուրջ խնդիրը ձեր երեխեքի դաստիարակությունը թողած եկել եք մսի կռիվ եք տալի ու նյութականի եք վերածում։ Չի կարելի անհարմար, երեխա ունեք, երեխի մոտ խոսում եք, երեխեն վախից կամ ամոթից աչքերը փակում է։ Վաղ այդ երեխեքին ոնց եք պատասխան տալու դուք։ Կարալու եք պատասխան տակ։ Ու նույնը ձեզ է վերաբերվում։ Ինչ է նշանակում, կինս ծեծեց, կինս խփեց, կինս տանից դուրս արեց, դուք ձեզ որպես տղամարդ համարում եք։ Բայց ես ոնց կարամ ես, ոնց պետք է ոնց ընկերը չի թողում ձեր տան։ Լավ, ներողություն, Ռուզաննա ջան, ես խնդրում եմ դու էլ դուրս գաս այստեղից, որպեսզի մնացած ամբողջը ինչ քո ընտանիքում կատարվում է, դա քո մայրիկի ու հայրիկի թույլտվությամբ է, իմ թույլտվությամբ, այստեղ ես չեմ ուզում որ դու ներկա լինես։ Դուք ոնց եք պատկերացնում ձեր իրար միս ուտելը, չեմ վախենում նույնիսկ այդ արտահայտությունը ասել։ Իրար հետ ինչ չունեք կիսելու։ Եթե իրականում մեկը բարոյականության հետ խնդիրներ ունի, մյուսն էլ պատվի հետ խնդիրներ ունի, մի ապրեք իրար հետ։ Ինչ եք երեխեքին իրար թշնամի դարձնում։ Ես ասեմ Հրաշ ջան, ասեմ, ես երեխաների թշնամի չեմ սարքում։ Եթե նա մայր է, նա թող գիտակցեր իր երեխան, տղա երեխան, գիշերվա ժամը 1-ին, ծնողի հետ։ Ուր է գնացել այդ երեխան, ինչ եմ լարել տղա երեխան, ուր են գնացել, ոտքով ընկած, ես չեմ լարել, ստումա, ես չեմ լարել։ Ներողություն, Վրեժ, դուք քիչ առաջ խոսքի մեջ ասացիք, որ դուք հեռախոս ունեիք, որը ջարդել եք եւ որի մեջ կային ապացույցներ։ Ինչ ապացույցների մասին։ Այն ապացույցները, որ այդ պոլիգոններից իր անգերոջ հետ բենզինի զապրավկի, Նուբարաշենի բենզինի զապրավկի մոտը կանգնած է անգերոջ մեքենան, զանգում եմ իրան, այս խելոքի զանգում եմ Ընկերոջ մեքենայից իջնում էլի վազում է։ Ուր ես հետում, ստո բեբի, ես ստե կայնած եմ, դու ուր ես վազում։ Ուր ես գետում, ես քո դեմը կայնած եմ, զանգում եմ, ուր ես փախնում։ Մարդի աղջիկն էլի փախ, թե ուր է եկել։ Ապտակել եմ, էդ էլ ասեմ։ Ապտակել եմ։ Ընկերը վրա եկավ։ Ասի համապատասխան մարմիններ դրա համար գոյություն ունեն։ Ինձ մատով կպար կգնաս ընդ։ Ընկերն խո ընկեր չեմ ասել, մի հատ դիգանտ եմ ասել։ Իրեկի վրեժի բոյինա։ Ջանդատը մի հատ վրեժ կտա կպրծնի։ Լավ, ինչ ապացույցների մասն է խոսքը։ Վրեժ, դու անընդհատ ասում ես, որ ապացույց ունե եթե հեռախոսում։ Նկարել է իր կնոջը։ Նկարել է իրաց, միասին նկարել է։ Ինչ նստած էին իրար հետ։ Մեքենայի մեջը պես մի հոգին այսս թինգված, գույնը գցած լողակապուտ գույնի ընդունած, սենց ընկած։ Քո կինը, որ դու ասում ես ապացույց ունեմ, տեսել եմ, երեխային ես ասում նույնիսկ, որ երեխան է տեսել, այդ ինչ եք տեսել։ Երեխան են տեսել, որ շվարի կոճակները կոշկելով վագոն տնակից դուրս է գալի, հետ սա։ Էդ չէի կարում կոշկերի նոր դուրս գայի, կոշկելով դուրս ես քեզ ասել եմ բարոյական։ Պրծար, ասիր հա, պրծա։ Ինչ է եղել, հա։ Ինչ։
մեր հորինի էլի։ Երեխտուտը դու ես հորինում։ Մարսելա, ներողություն։ Դուք երբևէ զգացել եք, որ դուք դավաճանված կին եք։ Դավաճանել է ձեզ ձեր ամուսինը։ Այո, դավաճանել է։ Անցած տարի, հիմա նայեք իրանք ասեք սրանիցով ոչ մի բան էլ չեք սպասի։ Անցած տարի հիշացնեմ Մղջյանի գեղեցը։ Էտովա։ Էտովա։ Հələ տեսեք ոնց հայրան էշի տեսնում, հələ տեսեք։ Ինչ, դուք լսել եք դրա մասին, որ սիրային հարաբերություններ է ունեցել։ Մենք գնացել ենք ծնունդեր, ես էլ չիմացա ոնց եղավ։ Իրա քրոջ տուն էինք գնացել ծնունդեր։ Ես պետք է նկարեի, ես եթե իմանայի, այ անկեղծ եմ ասում, ես եթե իմանայի Ինչ պիտի նկարեիք։ Ես սաղ կնկարեի, սաղ իր այդ խոսքերը կձայնագրեի ու կբերեի այստեղ ու կապացուցեի, որ ինքը ինչ մարդ է։ Լավ, գեղեցը, որը Մղջյանից էր։ Հա, կերան խմեցին, հարբեցին, պոլնի խոդ ու եկան, ես է չիմացա գեղեցը ոնց հայտնվեց մեր տուն։ Եկան մեր տուն, մեր տաքսով, մեր տաքսիով, եկան մեր տուն, մարդիկ սառը սոկ էին ուզում խմեին, իմ նման հարիվին ուղարկեցին սառը սոկի, ես միջև գնացի սառը սոկ առավոր գամ, արդեն գեղեցիկը սիրուն, վրեժի հետ, մեր սպայլնայում, մեր երեխեքի սպայլնայում։ Կամ դուք շատ դանդաղ եք գնացել սոկի, կամ իրանք շատ արագ են արել այդ պրոցեսը։ Ես բռնացրել եմ։ Ես չեմ ասում վերջացրել էին արդեն, ես բռնացրել եմ։ Ես էի ասում կնիկ կներես, ձեն չանես, խնդրում եմ։ Ինչ եմ ասում։ Ու այդքան բանը որ Նախ առաջինը ես այդ գեղեցին առաջական մետանունը լսում։ Թե կասես հրվածը ռեմենով չես տեսել ինձ։ Ռուզանայով հղի մի վարկյան, այս սիրունիները, սիրեկանները արդեն ոնց որ համը հանում է։ Ինչ է նշանակում ձեզ ծեծել են հղի ժամանակ։ Այո, Ռուզանայով հղի էինք, ինձ ռեմենով այնքան էր ծեծում, քանի անգամ եկա մամայից տուն, մաման ասեց ամոթա, այ բալա, ամոթա, հետ գնա, էլի հետ գնաց։ Քանի անգամ ռեմենով ծեծել է, ուչկիցս գնացել եմ, ջուրա շփ, ճիշտ եմ ասում, բայց այդ հանդիպեց Արմենը կոշկ եկավ տեղը։ Ճիշտ եմ ասում։ Անորմալ մարդ։ Չէ՞ անորմալ։ Բարսակը չուտան 1000 մի տեսակի հոգեբեր դեղեր կա խոսում։ Այս սրտի դեղելի։ Մարսելա, ինձ հետաքրքիր է։ Այո, ես ունեմ մի վարկյան, ինչի չի շոշափվում Կարենի, Վազգենի, Վրույրի, Պարույրի, Սևակի, ինչ որ մեկի անուն, ինչու է Արմենը, էդ ով է էդ Արմենը, ես չեմ հասկանում։ Ես չգիտեմ, ինքը զանգում է, ինքը գումար է ուզում, ինքը օգնություն է խնդրում։ Ես եթե զանգել եմ գումար եմ վեկալ, ես վերադարձրել եմ։ Ամեն վախենում է։ Ով է էդ Արմենը։ Գումարը ուզեց, զանգեց, ինչ արեց, ի վերջո այդ Արմեն անունը, այդ մարդը կա։ Մի անգամ մենք բարձրանում ենք մեր ճանապարհով։ Այդ մարդը եկավ կանգնեց մեզ։ Այսինքն այդ մարդը կա, հիմա ձեզ հարց են տալի, ով է այդ մարդը։ Այդ մարդը սովորական մարդ է, вообще ես իր հետ կապ չունեմ։ Սովորական մարդու հետ, մի վարկյան, Մարսելա, ձեր և այդ տղամարդու միջև չեմ ասում սեռական, ինչ կապ կա, կողքի հարևաններն եք, ձեր վերևի հարևանն է, չնայած դուք սեփական տանն եք ապրում, ինչն են համա գյուղացի եք, ով եք իրար։ Ճանապարհով, որ գնում ենք մարդը կահար գումա վերցնում է, բարև ձեզ։ Ձեր ամուսնու ընկերն է։ Ինքը։ Նախկինում, հա, հետո որ կասկածանքներ խանդեր, հիմա չէ։ Իսկ այդ կասկածանքները խանդերը որտեղից առաջացավ, առանց կրակ ծուխ չի լինում։ Որովհետև ես չեմ իմացել, որ ինքը խանդում է, ճանապարհին մարդը պատահել է, նստել եմ մեքենա։ Այդ մի անգամն է եղել։ Ոչ, մի քանի անգամ է եղել։ Բայց ես այդ հարցն են տալի, նոր ասում եք չգիտենք, իրան ասեք, հիմա ասեք, այ այդ են հարցնում ձեզ։ Հա, բայց դա չի նշանակում, մենք այնպես տեղ ենք ապրում, Հրաշ ջան, չի աշխատում տրանսպորտ։ Լավ, նստել եք, ոչ մեկ չի մեքենա նստելուց դավաճանած դուրս գալիս այդ մեքենայից, հասկանում եք։ Հիմա հարցը մեկն է, ինչի է այս տղամարդը, եթե դուք պնդում եք, որ միայն նստել եք այդ մեքենան, այն էլ երեխաների ներկայությամբ։ Ինչի է պնդում, որ նստելուց եւ միջև իջնելը կոնկրետ գործողություն է տեղի ունեցել այդ մեքենաների մեջ։ Ու ոչ միայն այդտեղ է սկսվել ու ավարտվել դա։ Հարցը դրանում է, ինչի հենց Արմենի անունը որպես ձեր սիրեկան սկսեց շատ։ Հետել չի բանանում, շատ ա եղել մեքենաներ պատահել են։
Հենց երեխաների հետ ենք եղել, մենակ էլ ենք եղել, մենակ ես չէ, մեր մոտի բնակիչներից շատերը։ Ով մեքենա ունի, մեքենայով է բարձրանում, ով չէ, ոտքով բարձրանում է մինչև մոստ, այնտեղից էլ գնում է Վրեժ, ձեզ համար կասկածները միայն Արմենի շուրջ են պտտվել, որ ձեր կինը դավաճանում է։ Վրեժ ջան, կասկածները ոչ թե միայն այդ մարդու շուրջ է պտտվել, հենց անձապի մաշկի առաջ է։ Մերն ու Բարաշենի խճուղի մոստի վրա կանգնած, ես փողոցի այն կողմն եմ, ինքը այս կողմն է։ Տեսավ ինձ։ Միակամից էնել էժանոց ավտոել չի կանստը, որ ասա էժանոց այլ ով պտի սրան փոխտա տանի։ Իպրտնի մեքենա կանցած ու գրկվա վարորդի հետ։ Կամաս մեքենա տոլմուս տալը մտան տեղ մի հատ կիսար կարուս արդեն պրծել է։ Ես ձեզանից վրեժ, բան չհասկացա ձեզանից։ Հիմա գումարով է գնում որպես մարմնավաճառ, թե սիրեկան է պահում։ Ես էդի չգիտեմ, եթե պետք է պահի թե չէ այդ երեխեքին, ինչո՞վ պետք է գնա։ Բնական բանա գումարը։ Ես կաշխատեմ կպահեմ իմ երեխեքին։ Որտե պետք է աշխատես, դու քեզով արտունելու գործի։ Որտե գնացել ես անբավ ես անել։ Ես կաշխատեմ կպահեմ հիմա։ Փոքրիկ դադար եւս մեկ մեր եթերում, որից հետո վերադառնում ենք այս պատմությունը հասկանալու համար։ Իրականում ով է դավաճանել, ում պատճառով եւ ինչի համար։ Մարսելայի Վրեժը, դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, շնորհակալություն ուշադրության համար։ Ստեղծված իրավիճակում ինչ ելքեր կան վերադառնալով փորձում ենք հասկանալ։ Շնորհակալություն։ Դուք ինչ պահանջ ունեք ձեր կնոջից։ Որ զրկեն իր մայրական իրավունքներից, երեխային տանից։ Ես իմ այդ հայրական տունը եթե վաճառել եմ, բերես սարքել եմ, ես կվաճառեմ էդի։ Մի հատ վագոն տնակառնեմ, ես իմ երեխեքին կվեկալեմ, իմ հետ կպահեմ։ Լավ, դուք ինչ պահանջ ունեք ձեր ամուսնուց դեռևս։ Ես պահանջում եմ, որ հանգիստ թողնի մեզ, թե ինձ, թե իմ երեխաներին հանգիստ թողնի։ Իմ աղջկան որտենում է, չվարքաբեկի, չասյան, ամենավերջի, ախր չեք պատկերացնում, ոչ մի աղջիկ երեխա, ոչ մի ընկերուհի իմ աղջիկա այդ ընկերություն չի անում։ Ասեմ է չի չեն անում, ասեմ նրա մայրը անբարոյական է, մեկ ոնց անբարոյական երեխեք աղան, որ ամբողջ դոմիկ է ժողովուրդն տեսնում են, մեքենա գալի կայնում դրան դեմը, ձենատալի, մայրիկ տլ սիրելի մայրիկդ, որ լսում է թո լավ լսի, Մարսելա ջան, բալա խոխը արի եկել է քինա, հիվանդա, եկել է քինա, տանելու ժամն է, հիվանդա, Մարսելա, դուք ասեցիք, որ դուք պատրաստ եք ձեր երեխաների խնամքով, վրեժ հանգստացեք, դուք պատրաստ եք երեխաների խնամքով զբաղվել, երեխաներից 3-ն են այսօր ձեր խնամքի տակ, 4-րդը հայրիկի հետ է, դուք 3-ին եք միայն ընկալում որպես Ոչ, Ռուբիկն էլ, ես տարբերություն չեմ դնում, Ռուբիկն էլ այսօր ձեր դեմ է լարված Թող ոչինչ երեխուն լարել է իմ դեմ, թող լարի ոչինչ, ես էլի իմ երեխեն իմ հնարավորության չափով ինչի կարիք ունենա, ես իրան կօգնեմ։ Բայց ինչո՞վ պետք է օգնես, որ դու ներկապահով չես աշխատում, իսկ կարաս Փառք Աստծո, ես կաշխատեմ։ Քանի երեխա ունես։ Ես ունեմ 4 երեխա եւ պատրաստ եմ 4 երեխեքի համար ամեն ինչ անեմ։ Իրար հետ հավասար ես ընդունում։ Հավասար իմ երեխեքին, պատրաստ եմ։ Լավ, մենք երկար դեր վիրավորանքները ընտանիքից ներս կարող ենք լսել, հա, ուզում եմ հասկանալ ստեղծված իրավիճակում այն, որ երեխաներն են կռվախնձոր դարձել ու երեխաներով էր իրար դեմ պայքարում ես կան, թե ով մի քիչ շատ, ով մի քիչ պարզ է։ Երկուսի դեպքում էլ վախը երեխաների մեջ կար։ Գուցե Ռուզաննայի դեպքում դա ավելի արտահայտիչ էր, հա, երբ որ ծնողները գոռում էին, նա պարզապես հասկանալի էր փակում էր աչքերը։ Մարիամ Փորձագիտական ամբողջ չափանիշները պահպանելով կուզեմ կարծիքս հայտնեմ, դա հետևյալն է, որ երբ որ Վրեժ դուք պատմությունը դեռևս միայնակ էիք այստեղ ու պատմեցիք, հետևյալն էր, որ դուք գանգատ չունեիք ձեր ամուսնությունից մինչև այն կետը, երբ որ ձեզ ասեցին, կաթացրեցին, որ ձեր կինը ունի խնդիրներ, կխնդրեմ լսեք, հետո ձեր կարծիքը հայտնեք, այո, և ստուգված, չստուգված, որոշակի բարոյական նորմերի հիման վրա վիրավորանքները ձեր կնոջը հասնելով մի բան հաշվի չեք առնում։ Ձեր տղան լինի ձեզ հետ, ձեր աղջիկը լինի, ձեր աղջիկները լինեն մոր հետ թե ոչ, դուք ապագա դժբախտություն եք նախապատրաստում, նույնը նաև ձեր դեպքում։ Հայրը և մայրը երեխաների համար այն օղակներն են, որոնց վրա հետագամ երեխան պետք է հենվի։ Ձեզ այն հարցը տվեք, ինչի վրա են ձեր երեխաները հենվելու։ Ես ինքս որ պատկերացնում եմ մարմնովս դող է անցնում, աղջիկ երեխաները հայրական կերպար չունենալով, ում են ընտրելու ամուսին, տղան մայրական մոդել չունենալով, ում է բերելու տուն, այն դեպքում, երբ որ ձեր տղան արդեն ասում էր, որ չի ուզում ամուսնանալ,
Ես հասկանում եմ, ձեր դեպքում դժվար է նստել եւ ցիվիլ ձևով զրուցել, որտեվ չարությունը շատ է, փոխադարձ վիրավորանքները շատ են, բայց դուք կին եք։ Դուք մի ընկեք այդ հոսքի տակ, իսկ դուք տղամարդ եք։ Այստեղ գորգորում եք, թատերական ներկայացմանը շատ մոտ վարք եք ցուցաբերում։ Ինչի համար եք այդպես ցուցադրական վարքով հանդես գալի այն դեպքում, երբ որ բազմիցս ձեր ընտանիքում կարող եք բռունցքը խփել սեղանին ու ասել ստոպ, ես այս տան տղամարդն եմ, ուր էիք այդ ժամանակ։ Կարող եմ ձեր հարցին պատասխանել։ Մյուս կետը Վրեժ ջան, այն է, որ ձեր ընտանիքը համախմբեք։ Միգուցե ձեր կինը անթերի չէ, միգուցե, բայց նրան հարց տվեք, ուղղակի հենց հիմա էլ կարող եք այդ հարցը տալ, ինչու։ Ինչու ես ինձ դավաճանում woman Արմենի հետ։ Կարող եք այդ հարցը տալ, ես կարծում եմ գոնե անկեղծության որոշակի չափանիշ ձեր կինը կպահպանի։ Իրեն հարցրեք, մի ենթադրեք։ Եվ դուք ձեզ այն հարցը տվեք, ինչու իմ ընտանիքը քայքայվեց։ Դուք 4 երեխա եք ունեցել, այդ տարիների ընթացքում ոչ մի անգամ այդ թերությունը ձեզ չէր խանգարում, որ 4-րդին չունենայք, 3-րդին չունենայք, ինչու եք դժբախտացնում երեխաներին։ Ռուզաննան ուղղակի ձեր նույն թերությունն ունի, Վրեժ, շլություն։ Այսօր երեխան ձեզ ասում է իմ հայրը էսպես եւ այնպես։ Ամեն անգամ երեխան մի րոպե, հա։ Ինչ։ Երեխային ամբողջ սովորացրել է։ Մի րոպե, միգուցե դուք էլ տղային եք սովորեցրել, դրա համար նույն կերպ եք նայում։ Ես ընդհանրապես մի բան կարող եմ ձեզ ասել, նստեք 6-ով, նստեք 4-ով եւ խոսեք։ Ուրեմն ես ուզում եմ Մարիամի խոսքի շարունակությունը ասել, երևի հայ բեմը շատ մեծ կորուստներ ա կրել, որ դուք երկուսով ներկայացում չեք սարքում այնտեղ։ Ուրեմն ինչ խոսքը եթե վերաբերվում է, ես ձեզ ասեմ, իմ մոտ շաբաթը մի քանի այսպիսի զույգեր են գալիս, բայց մեկը մյուսի նկատմամբ այսպիսի վերաբերմունք, վիրավորանք, այս այլանդակ այլասերված բառերը, ես համենայն դեպս իմ կաբինետում ես չեմ լսել, բայց այսքան մարդու ներկայությամբ, չգիտեմ, երկուսի դեր ուզում եմ ամոթանամ, չգիտեմ, ոնց սկսեմ, ինչ ասեմ։ Ինչ վերաբերում է երեխաներին, առաջին հերթին ես կուզենայի, որ երեխաների հետ աշխատեր հոգեբանը, առաջին հերթին, որ այ տղան արդեն հասուն աղջիկ, հասուն տղա, նրանք չեն ամուսնանա, ու եթե ամուսնանան կկանգնեն շատ մեծ պրոբլեմների առաջ, ընդհուպ մինչև, այո, ընդհուպ մինչև այսպիսի ծես կրտուկ, ընդհուպ մինչև ամուսնալուծություն, երեխաներ ունենան, թե չունենան, թե ապրեն։ Այսինքն փակողակի նման նույնը կրկնվելու է։ Եթե իհարկե այդ երեխաների հետ հոգեբանական աշխատանք չտարվի։ Ու շատ մեծ աշխատանք է պետք, որովհետև նրանց ներվային սիստեմը, հոգեկան աշխարհը արդեն վնասված է։ Ես այն փոքրիկին չգիտեմ, բայց փոքրիկն էլ քանի տարեկան էր, 2 տարեկան էր, իշքան էր, 2 եւ 5 տարեկան այդ ամեն ինչը իրանք ֆիքսում են։ Ու շատ լավ ֆիքսում են։ Ու երեխաների մեջ էլ է ագրեսիան արդեն այդ մտել, մեկը մյուսի հանդեպ արդեն վիրավորում։ Վաղը միսօրը, եթե նրանք դառնան, Աստված չանի իհարկե, հանցագործ դառնան Բերանց չի պատտվում ուրիշ բարեր վարքային խնդիրներով, շեղումներով։ Այո, դուք ուրեմն ձեր մեղավորությունը կա։ Ուրեմն իմ համար նախ աբսուրդ է, որ այդ ջայերով ու մայերով բառը օգտագործում է կինը, ոչ թե ամուսինը։ Քեզ համար մի հատ շատ կարևոր բան ասեմ, ես հիասթափված եմ, ես ամաչում եմ, որ ես էլ եմ տեղա դու էլ ընդհանրապես, որովհետև եթե մի մարդը ունակ է հանդուրժել կնոջ կողմից արված քայլերը, հետո զանգել կնոջ սիրեկանից փող ուզել, հետո կնոջ սիրեկանից վախենալ, ես այդ մարդուն լուրջ չեմ վերաբերվում։ Իրավական առումով ես չեմ անդրադառնա ընդհանրապես ձեր հարցին, ես կթողեմ դա իմ հարգարժան գոլեգային։ Ես սենց մի բան կասեմ, կյանքում կա մի հատ շատ կարևոր մասնագիտություն, լինել մարդ։ Դուք երկուսդ զրկված եք այդ մասնագիտությունից։ Դուք այսօր եւ դուք եւ ձեր ամուսինը դուք շատ վատն եք երկուսդ էլ, ես ասեմ ինչի եմ ես սա ասում, դուք երեխեքին սարքել եք գործիք, անկաղ նրանից վրեժ քուկինան բարոյականա, կներեք որ սենց եմ ասում,
խոսքերը ձեր ամուսնուն են, անկախ նրանից ինքը վատն է, մի մոռացի, որ ինքը քո 4 երեխի մայրն է, վաղը մյուս օր, որ գան քո երեխեքը ապագա ստեղծելու համար մատնացույց են անելու իրենց մորը ու ավելի շատ քո խոսքերից ելնելով, նույնն էլ ձեզ է վերաբերվում, նույնն էլ դուք եք ասում, այսինքն ձեր երկուսի մեջ բացարձակ ոչ մի տարբերություն չկա, այսինքն ձեր երկուսի վարքն է ոչ ֆիզիկական, համենայն դեպս հոգեբանական եւ բարոյական առումով ես համարում եմ անբարոյական, ելի եմ կրկնում, ոչ ֆիզիկական։ Ձեր խնդիրն է, ինչ եք անում եք, Արմեննա, Պողոսնա, Պետրոսնա, ինչ շատ քիչ է այդ հետաքրքրում։ Նույնն էլ ձեզ, այդքան տարիներ, քանի կար եկել եք սկզբից նստել, ձեր կինը ձեզ ծեծում է, ձեր կնոջ սիրեկանը ձեզ սպառնում է, ձեզ տնից դուրս է եկել, չգիտես ինչի տաղավարում տեսակ ձեր կնոջը ու ձեր տղամարդկությունը բռնեց։ Ուր էր միջև հիմա ձեր տղամարդ կոչված կերպարը։ Չկա։ Որովհետև սիրեկանն է այստեղ չի։ Ես ասեմ ձեզ մի բան, ես ուղղակի ցավում եմ, շատ եմ ցավում, որ այդ երեխեքի ծնողները դուք եք, որ այդ երեխեքի ճակատագրի վրա դուք արդեն իսկ խաչ եք քաշել ձեր ամբարով վարքագծով, ելի եմ ասում, ոչ ֆիզիկական, ու ափսուս, որ ձեր նմանների ընտանիքներում ծնվում են նման երեխաներ, ձեզ թույլ տվեցիք տաղավարում հնչեցնել նման բառեր, ես պարոն Զաքարյանի նման համեստ չեմ գտնվի, ես կասեմ ամոթ ձեզ, ամոթ են, ափսուս են օդը, են հողը, որ դուք տրորում ու շնչում եք, ափսուս ընդհանրապես, որ ես երկիրը ձեր նմաններին պահում է, Աստված է ձեր երկուսի դատաստանը տեսնելու, մեկ էլ ձեր երեխաները, կապ չունի, որ այսօր տղետքում մոտ աղջիկ ննդե, վաղը մյուս օր, երբ որ իրանց խելքին հասավ, իրանք 4-ով նստելու են ու ձեր երկուսինը շատ կներեք պետք է ասեմ, ցցի են հանելու, մտածեք դրա մասին։ Պարոն Եգանյան, ձեր մասնագիտական վերլուծությանը կսպասեմ այս րոպեին։ Մասնագիտական իմաստով սրա միայն մասնագիտական գնահատական տալ չանդրադառնալ են իրավիճակին, երբ որ հնչեց ինչ-որ բաներ, դա առնվազն ներվերից զուրկ մարդու կեսված կդրսևորեմ, էլի, ես մի երկու խոսք մարդկային իմաստով, նախ այստեղ ես Մարսելայի հետ կապված շատ խիստ վերապահումներ ունենք, թողենք, եթե նայում ենք տղամարդ նովես մարդուց ինչ ենք ուզում, հարգելի վրեժ, շահ ասածը գիտեք ինչ բան է, շահ առողջ շահի մասին է խոսքը, շահ լավ ընկեր ունենալ, շահ հարուստ հարևան ունենալ, ես ուզում եմ հասկանալ, ձեր կնոջը իլուր աշխարհի այսպիսի անբարոյական բառեր ասելով եւ նրան որպես այդպիսի ներկայացնելը, ձեր որ շահից էր բխում, ձեզ թվում է թե դուք իրեն վիրավորեցիք, դուք եք տղամարդը, հարգելիս, դուք իլուր աշխարհի ասեցիք, թե ով եք դուք, ոչ թե ձեր կինը, ինչով եք հրճվել, ինչով եք հպարտացել, ոչ մի բանով, իմ մոտ կասկած կա, հարգելիս, որ դուք, իմ մոտ կասկած կա, որ դուք անում եք այս ամեն ինչը, որպեսզի ալիմենտ չվճարեք, ընդամենը դրանից եք ուզում խուսափեք, սա այն տարբերակն է, որ ես կասեմ, որ իրավական լուծումը մեկն է, համայնքի ղեկավարը, ընտանեկան օրենսգրքի համաձայն, զբաղվի ձեր երեխաներով, երկուսիդ է սահմանափակի երեխաներից շփում։ Պարոն վրեժ, ով էլ լինի կինը, հա, այսօր մեղադրվողն ինքն էր, ձեր կողմից մեղադրվողը, բացարձակ որևէ շեշտադրում չեմ անում, բայց որքան էլ որ ձեր կինը բարոյականության հետ խնդիրներ ունենա, ինչպես դուք պնդում եք, դա որևէ տղամարդուն ըստիս իրավունք չի տալիս կանգնել բակում եւ իլուր բոլոր հարևանների ասել հենց այս տանն է բնակվում մեր տեղանքի թիվ 1 անբարոյականը, ինչը դուք անում եք։ Մենք տեսել ենք։ Եվ վերջում, որքան էլ դուք կարող եք լինել իրար նախկին ամուսիններ, նախկին կողակիցներ, դուք մեկդ որևէ ձև նախկին ծնող լինելու հնարավորություն այլևս չունեք։ Դուք ունեք համատեղ 4 երեխա, որոնք չունեք իրավունք կիսելու իրար մեջ, հասկանում եք, եւ չունեք իրավունք որևէ կերպ մեկդ օգտագործել մի սեռի երեխային, մյուսդ մյուս սեռի երեխային իրար դեմ պայքարի նպատակով։ Մենք դեռ կհանդիպենք։ Սա կիսաբաց լուսամուտներն էր։ Դուք դիտում եք Երկրի գլխավոր թոք շոուն, այսօր այսքանը, ցտեսություն։